տեսեք թե որ ուժերն են խոսում քաղբանտարկյալներից, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերը, մարդիկ, ովքեր ըստ էության կազմակերպել են մարտի 1, որի արդյունքում գնդակահարվել է Երևանի կենտրոնում 10 Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ դրա հետ կապված մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել, որտեղ ասվում է, որ ուրեմն խախտվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի իրավունքը, այսինքն կապված սպանվածների հետ խախտվել է կյանքի իրավունքը եւ քննչական այդ գործողությունները թերի են արվել կամ անարդյունավետ, այսինքն կյանքի իրավունքը խախտած Հայաստանի Հանրապետության կյանքի իրավունքը խախտած ռեժիմի ներկայացուցիչները այսօր չպետք է բարոյական եւ այլ իրավունք ունենան խոսել Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներից, խոսքի ազատությունից, ժողովրդավարությունից, առավել եւս երբ որ նման խնդիրներ չկան Հայաստանի Հանրապետությունում։ Մենք գիտենք թե ինչպիսի հանցավոր ռեժիմ է գործել նախկինում, եւ այդ հանցավոր ռեժիմի տարբեր ներկայացուցիչներ, որոնց արդեն իրավապահները մոտենում են, ուրեմն կամ քաղաքական հայտարարություններ են անում, կամ հայտարարում են քաղաքականության մեջ մտնելու, կամ իրենց թեկնածություններն են դնում տարբեր ընտրական գործընթացներում եւ երբ որ իրանց ձերբակալում են, լավ իմանալով որ իրենք արդեն ձերբակալվելու են, հայտարարում են որ իրենք քաղաքական բանտարկյալ են։